Սիրելի հեռուստադիտող, հետևորդ եւ հանդիսատես, բարև ձեզ։ Շնորհակալություն, որ եկաք իմ ոդքասթ։ Այսօր խոսենք շատ հետաքրքիր թեմայի մասին, բայց նախքան սկսել, ինչպես միշտ, խնդրում եմ օգտագործեք YouTube-ի բոլոր գործիքները, լայքեր դրեք, որպեսզի եթերը շատ նայեն, տարածեք, եթե համարում եք, որ սա հետաքրքիր է, ինչ որ ես անում եմ։ Նաև հիշեցնեմ, որ ամսի 10-ին խաղում եմ Տարինց քեզ հետ ներկայացումը Grand Stage-ում, տոմսերը տիկետ միկետում է։ Աջակցեք ալիքին Patreon-ի միջոցով, եթե ուզում եք, եւ խնդրում եմ մի քիչ աշխուժ լինել Սարի թատրոնի donation-ին, դուք տեսնում եք ձեր էկրաններին հենց այն QR կոդը, որով կարող եք աջակցել Սարի թատրոնի վերականգնմանը, որովհետեւ թատրոնը քանդվել է։ Եվ շուտով վերադառնում եմ Հայաստան այն սարքելու, եթե ուզում եք, որ այն ես հուլիսին բացեմ, ապա մի փոքր ինձ օգնեք։ Էդել էսպես սիրելիներս, այսօր խոսենք մի հատ շատ հետաքրքիր թեմայից, հերոսների մասին։ Արիթ եղել ավելի լուրջի շրջանակներում խոսել դրա մասին, նաև մի քանի անգամ ինտերվյու եմ տվել այդ թեմայով, բայց հիմա մի քիչ ավելի հանգամանորեն կխոսենք, թե դա ինչ է։ Ինձ թվում է, որ մեր իշխանությունը այսօրվա ընկել է սովետական միության այդ ազդեցության տակ, որ ամեն մեկին պիտի տա հերոսի կոչում։ Սովետական միության ժամանակ շատերը հիշում են իմ տարիքի մարդիկ, որ տարբեր ոլորտերին տրվում էր հերոսներ։ Այսինքն բացի հայրենական պատերազմի կամ երկրորդ համաշխարհայինի, ինչպես կուզեք, մասնակիցներին էին, հերոսացածներին էին տալիս հերոսներ, նաև հետմահու էին տալիս հերոսներ, հերոսի կոչում, նաև ստանում էին հերոսի կոչում, ասենք աշխատանքային սոցիալիստական աշխատանքի հերոսները։ Նրանք, ովքեր որ ավելի շատ փորեցին, ավելի շատ կաթ կթեցին, ավելի շատ խոտ հնձեցին կամ ինչ որ մի հետարքիր գյուտ արեցին, եթե չեմ սխալվում, ասենք մեր Վիկտոր Համբարձումյանն էր, եթե ոչ, ապա հաստատ հերոսի արժանի էր, հա, եթե կթվորուին ստանում էր, ուրեմն պետք է աստղագետներ ստանար, այն էլ համաշխարհային նշանակություն ունեցող գիտնականը, հա։ Եվ բացի հերոսներից կար այսպես վաստակավոր արտիստ, չգիտեմ, ինչ կար, խորհրդային միության վաստակավոր արտիստ, հետո նույնը ասենք տեղափոխվեց Հայաստան, Հայաստանի վաստակավոր արտիստ, խորհրդային Հայաստանի կամ մի խոսքով, դե ինչ որ բաներ կար, այդպես սանդղակներ կար հերոսանալու կամ լինել ինչ որ մի այդպես առանձին, հա, տարբերվող բոլորից պետությունը տալիս էր այսպես գնահատական քո աշխատանքին։ Եվ այս վերջերս լսեցինք, որ Հայաստանում էլ ամեն հարկ, եթե լավ հարկ ես մուծում, ուրեմն հերոս ես, եթե ինչ որ մի այսպես լավ ծառայություն ես մատուցել պետությանը, ապա դու էլ ես հերոս։ Եվ այսպես սկսեցին էլի հերոսների կոչումներ, այնպես կոչել տարբեր մարդկանց, ինչի հետ ես համաձայն չեմ, որովհետև դա զուտ սովետական մոտեցում է։ Մարդկանց աշխատանքը գնահատելու եւ առանձնացնելու դեմ չեմ ես բնավ, մանավանդ որ ոչ դա շատ լավ բան է, երբ որ պետությունը, իշխանությունը տեսնում է քո լավ աշխատանքը ինչ որ բնագավառում եւ ինչ որ ձև քեզ այսպես ասած նշում է, հա, որ դու այս մարդն ես, որ դու լավ բան ես արել, դրա համար մենք այս տվյալ կոչումը տալիս ենք։ Եթե այդ կոչումը իհարկե գումարով էլ, այսպես ասած, առանձնացվեր, կլիներ ավելի լավ, ավելի արժեքավոր, այլ ոչ թե ինչ որ մի պատվոգիր կամ ինչ որ մի տխմար արձանիկ, որը ասենք կարող են տան եւ հետո չգիտես ինչ անես այդ արձանի հետ, որ ես չեմ ուզում ասեմ, թե ամեն ինչը փողով է, բայց իշխանության կողմից միայն դա է սպասում, որովհետև այն մնացած այսպես ասած գնահատանքը քեզ տալիս է ժողովուրդը, քեզ տալիս է քո հասարակությունը, հա, օրինակ ու ասենք հայտնի դերասանները կամ ասենք հայտնի մարդիկ
իշխանությունից դա են սպասում, որովհետև այն մնացածը հասարակությունը իրենց տվել է ճանաչողականություն, տվել է, ասենք, հարգանք, պատիվ, փողոցում բարևում են, կամ ծափարում են, եթե դերասանական երգիչ կամ մի խոսքով։ Բայց իշխանությունից սպասում ես դա, ասենք, բացի պատվոգրից, ասենք, սպասում ես նաև ինչ որ դրամական մի պարգև կամ բնակարան կամ սպիտակ նիվա, կամ ինչ որ մի բան ամենայդեպս բայց մեր իշխանությունը ընկել է էլի, հա, իդեպ ասեմ, որ առաջվա այդ սովետական միության այդ սոցիալիստական հերոսները բաները ունեն ահագին արտոնություններ ունեին, կարող էին, չգիտեմ, ինչ որ բաներից անվճար օգտվել։ Օրինակ իմ լուսահոգի պապիկս հերոս չէր, բանի հայրենական պատերազմի, բայց բազմաթիվ այսպես շքանշաններ ուներ, ինչպես եւ շատերը մեր հայրենակիցներից, նաեւ վետերան էր։ Եվ իրեն թույլատրվում էր, որ նա առանց վճարի օգտվի քաղաքային տրանսպորտից։ Հերոսներին բնականաբար թույլատրվում էր, որպեսզի ասենք անվճար երթևեկեն կամ ինչ-որ պուծովկա էին տալի գնան հանգստանալ։ Մեզանում վերցվել է միայն այդ մոդելը, որ ասենք ինքը լավ հարկամություն կամ լավ գիրք գրե, իրենք ուրեմն ինքը Հայաստանի հերոս է ու վերջ։ Գիտեք, հերոսի բանը կոչումը ես կարծում եմ վաղուց իմաստազրկվել է Հայաստանում, որովհետև մենք տեսանք, որ շատ ու շատ հերոսներ, ովքեր որ հերոսներ էին, դարձան հայ ժողովրդի գլխին պատոհաս։ Նույն, ասենք, հերո չգրանք, վերցնենք, ասենք, Ղարաբաղյան առաջի պատերազմի հերոսներին, հա, նույն Մանվելը, կլասիկա է, ասենք, որ վերցնենք, հերոս իրեն դարձեց Վազգեն Սարգսյանը, ասեց Մանվել ջան, այսօրվանից հարց չկա, ինչ ուզում ես արա, դա իդեպ ինտերնետում կա, կարող եք նայել։ Եվ հետո դառավ պատոհաս ազգի գլխին, ասենք, ես հիմա չեմ ուզում, ասենք, քննարկեմ իր տուշոնքերը կամ բաները, միգուցե իսկապես նա դա հավաքում էր եւ ժամկետն անցել եւ պիտի իր արջերին տար, կամ եթե արջերը բամապաշներին տար, խոսքը դրա մասին է, չեմ ասում, դա գողը ավազակա կամ էսի ինչ ես բան չեմ, դատախազ չեմ, բայց դե մենք գիտենք, չէ, որ ասենք ինքը կոպիտ ասած բավականին ասոցիալ հակահասարակական գործունեություն է ծավալ, հա, չասեմ ապօրինի գույքերի, բաների մասին, դա իմ գործը չի, բայց այսպես ասած Էջմիածնում այնքան էլ չէին սիրում իրեն իր հերոսության համար, որովհետև ռուսը մի լավ բառ ունի, ասում է բեսպրիդելշիկ էր դառել, հա, եւ շատ ու շատ հերոսներ այդպես դառան, որովհետև մենք դեմոկրատիկ հասարակություն ենք, որքան էլ չասենք, որ հա դե Քոչարյանը, Սերժը, Լևոնը, բանեսին ֆլանը, բեֆանը, համենայն դեպս մենք ավտորիտարիզմի հետ միասին ունեինք միշտ դեմոկրատիկ դրսևորումներ, հա, ինչ որ ընտրություններ կային, ինչ որ ազատություն, ինչ որ խոսքի ազատություն կար, միշտ չէ որ գլուխդ կարող էին ունիտազի վրա ջարդել, ասենք պապլավոկում, համենայն դեպս։ Եվ նմանատիպ հասարակություններում հերոսը դառնում է պատոհաս, որովհետև խորհրդային միության հերոսները, երբ որ հերոս էր դու, էլի ինչ որ սահմանների մեջ էր, որտեվ պետությունը ավտորիտար էր, եթե չասեմ ավելի վատ, եւ կար ինչ որ բարոյականության կոդեքս, որ դու, եթե դու հերոս ես, ապա պատասխանատվությունը ավելի շատ է քո վրա, որտեվ կար իդեոլոգիա, կար այդ բարոյականությունը, այսպես միգուցե շինցու, բայց կար, եթե դու հերոսի զավակ ես, ուրեմն դու ավելի պարկեշ պիտի լինես, ավելի համեստ պիտի լինես։ Մեր հասարակությունում այդպես չի, եթե դու հերոսի զավակ ես, ուրեմն եթե դու հերոսի շրջապատում ես, ուրեմն դու ցավոք ես ֆորմատում չեմ կարող մեզ հայոյեմ, ասենք, բանը պասի մեջ եմ էլի այս հաղորդման ընթացքում, դրա համար չեմ ասում, թե ինչի զավակ ես դու, այդ դեպքում մեծ մասը, ես կամ զգալի մասը ասեմ, հա, իհարկե բացարձակ չնսեմացնելով այն հերոսների դերը, որոնք մենք ունենք եւ որի առջև խոնարհվում ենք, բայց ինչ որ մի մաս դառավ այդպես։ Եվ հիմա հերոսի այդ կոչում ասածը ինքը իմաստազրկվել է, որովհետև
նու նախ իմաստազրկվեց երկրորդ պատերազմի արդյունքներով, հա, որովհետև մենք հասկացանք, որ շատ ու շատ հերոսներ Ղարաբաղյան առաջին պատերազմի երկրորդ պատերազմում իրենց դրսևորեցին որպես ուղղակի սրիկաներ եւ մենք շատ ու շատ սրիկա գեներալներ գիտենք թուրքացած, որոնք որ քայքայեցին բանակը, որոնք որ սաբոտաժի ենթարկեցին երկրորդ պատերազմը եւ ինչ հերոս, ասենք Ղարաբաղի հետ կապված հերոսը միանգամից նեգատիվ ինչ որ տես մի բան է քեզ մոտ առաջացնում, բնականաբար իշխանությունը դրանից օգտվեց, ավելի ուռճացրեց, սարքեց պատմություն, ընդհանրապես ցանկացավ ջնջել Ղարաբաղի էջը, բնականաբար չի ստացվեց իշխանությունը, հենց որ փոխվի էլի մարդիկ ամեն ճիշտ հիշելու են, խոսքը դրա մասին չէ, այ ոնց որ խորհրդային միությունը հա ուզում էր ջնջեր ցեղասպանության հարցը, մեկը 70 տարի հետո մարդիկ էլի հիշեցին, ասին ու դուք հիմա չեք, այ քեզ բան, եղել է sense բան, այո, մենք գնալու ենք եւ կներեք ունենալու ենք դիցերնակաբեր, խոնարհվենք եւ այլ։ Նույնն էլ սա վերադառնալու է, այս խմորը դեռ շատ ջուր է տանելու։ Ուղղակի համարենք, որ այս պերիոդի վրա դա շատ կարևոր է մեզ համար մոռանալ եւ ուրանալ այդ ամենը։ Բայց փաստը մնում է փաստ, որ այսօրվա դրությամբ հերոս ասածը դա շատ էսպես կասկածանքներ առաջացնող մի երևույթ է։ Ես շատ բաներ եմ խորհուրդ տվել, այսպես ասած, իշխանությանը, հասարակական կազմակերպություններին, բայց երբեք շանտեղ չեն դրել, բայց դե իմ գործն է դա, ասենք, իմ գործն է խորհուրդ տալն է։ Շատ լավ տրադիցիա կա ամբողջ աշխարհում։ Պատվավոր քաղաքացի այս կամ այն շքանշանակիր, հա, եւ ինչու մենք օրինակ մեր շքանշանները եւ պատվավոր էս կամ պատվավոր գյուղացի, պատվավոր քաղաքացի, պատվավոր գիտնական, պատվավոր ես ինչ չենք օգտագործում, այլ հերոս, գիտեք ինչ, ես միշտ տրակել եմ պաթոսից, հերոս բառի մեջ կա պաթոս, այդ դրա համար չեմ սիրել տրադիցիոն թատրոն։ Միշտ աշխատել եմ ալտերնատիվ թատրոնի դաշտում, միշտ եղել եմ այսպես մենակ բեմում, հա, հնարավորին չափ եւ եթե համագործակցել եմ, ապա համագործակցել եմ կամերային թատրոնի նման թատրոնի հետ, որտեղ պաթոս ասելը չկա։ Դեռ ասենք միջավայրի թեթև է, հա։ Այդ հերոս ասածը բերում է բացի պաթոսից նաեւ զզվանք, որովհետեւ դու միանգամից հիշում ես, որ հերոսը այնա, որ սենց ասենք բաներ է անում, որին կարելի է հետո այ քեզ բան։ Նույն ասենք գեներալն է, որ ասենք հերոսը եղե պարզմա գողավազակի, մի այլանդակ, այլասերվածի մեկն է եղե, որը որ դղյակներ է սարքել, որը որ բան է սարքել։ Եվ իհարկե այս իշխանության մեղտել կա այդ ամեն ինչու մեջ, որ դա ավելի շատ գեներացվեց, եւ գիտեք ինչու, որովհետեւ եթե դա գեներացվեց, ապա գեներացրեք նաեւ այն կողմը, բայց չէ որ կա նորմալ հերոսներ։ Կան որ իսկապես մարդիկ ովքեր որ նահատակվեցին, բայց չէ, հիմա դրա մասին չի կարելի խոսել, ալիվը նեղանալտի հանկարծ, էլի, հա։ Միգուցե այս պերիոդում դա շատ կարևոր է, ես չգիտեմ, չեմ ուզում քաղաքականությունից խոսեմ այս հարթակում, բայց փաստը մնում է փաստ, որ հերոս ասածը բացի այտենց ворսկալու ինչ որ տենց երևույթից ոչինչ չի առաջացնում Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու մոտ։ Դա ես ասում եմ որպես հենց միջին վիճակագրական քաղաքացի։ Եվ ես կարծում եմ պետք է օրինակ այդ անվանումը ոնց որ ասում են մի փոքր վերանայվի, հա հերոս, համել այ քեզ բան, ասում են լավ հարկ տվողը հերոս է, լավ հարկ տվողը նորմալ քաղաքացի է, ինչի՞ պետք է, ուրեմն ես էլ եմ հերոս, բոլորս էլ հերոս ենք, ես ընդհանրապես հերոս եմ, երկու երկրում հարկ եմ տալի, կրակն եմ ընկել սաղի ձեռը, ու ոչ միայն ես, ինձ հազարավոր մարդիկ կան, ով որ Սփյուռքում են աշխատում, Հայաստանում են աշխատում, հարկերա որ մուծում են, հասկանում եք, եւ ինչ հերոս ենք, հերոս չենք, օրենքը տեցա անում ենք, հա։ Հերոսը իմ պատկերացմամբ նա է, ով որ իր կյանքն է զոհաբերել, իր ընտանիքն է զոհաբերել, ասենք հերոսը Գարգին Նժդենն է, որ այդպես է չունեցավ ոչ մի անձնական կյանք, հա,
Ես չեմ ասում նա ինչ մարդ է եղել, կարող է որպես մարդ այլանդակի մեկն է եղել, ես չգիտեմ։ Հնարավոր ասենք իր կնոջը կամ բարեկամներին հարցնես, ասեն վայ Գարեգինն, վայ աղբորպես էլ այդ մասին չխոսենք։ Անդանիկ զորավարն է հերոս, որը որ էլի ասենք տենց ասենք միգուցե անձնական եւ բանի կյանքում ասենք այլանդակի մեկն եղել, մենք չգիտենք, բայց նա հատույց անznորած մի բան արե հայրենիքի համար։ Այն երեխեքն են, ովքեր որ այն զինվորներն են, ովքեր որ իրենց կրծքով պահում էին թշնամուն, հա 44 օրվա պատերազմի կամ առաջի պատերազմի ընթացքում Ղարաբաղյան։ Այդ մարդիկ են հերոս։ Մի բան ասեմ, շատ կոպիտ բան կասեմ, բայց շատ դառը ճշմարտություն կա այդ իմ ասացի մեջ։ Լավ հերոսը զոհված հերոսն է։ Շատ դաժան բան եմ ասում, գիտեմ։ Դա չի նշանակում, որ այն բոլոր զոհված հերոսները եթե ողջ մնային, հիմա պետք է այլանդակվեին, ասենք, բան փորերը sense բանանեն, տրզեին, նստեին շլագբաում դնեն իրանց թաղում, ասեն հարց չկա, ով որ ստեից ասները կգյուլեմ, արջ պահեին տունը, ասենք, այն քաղաքացիներին, ով որ իրանց դուրը չի եկե քցերը տարչեր ուտեին, հա թալանեին, բաման դա ամենևին էլ դա չի նշանակում, բայց մենք գիտենք այդպիսի հերոսներին եւ մեր նման հասարակությունների համար հերոսներ պետք չեն այսօր։ Այսօրվա հերոսները դա մեծ, այսպես ասած, բանա պատոհաս է գլխներից, որովհետև մենք չունենք այդ օրենսդաշտը, այդ բարոյականությունը մշակած մենք չունենք ցավոք։ Հերոսներ պետք են անշուշտ, իհարկե, այն հասարակությունը, որ Սասունցի Դավիթ չունի, ծուռ, աննորմալ, մի հատ տենց հերոս ինչ որ մի հատ տենց կերպար, էպոսային, դա հասարակություն չի, դա շատ թերի հասարակություն է։ Դեպ ասեմ, որ էպոս շատ քիչ ժողովուրդներ ունեն, հա։ Բնականաբար պետք է այդ հերոսները մեծ, բայց այնց շինցու ծնդից, ով որ լավ գիրք է գրե, ով որ լավ հարկ է տվե, ով որ էսի ինչ ծառայություն է մատուցե տալ հերոս, դա եւս մեկ անգամ ավելի ու ավելի հերոսի կոչումը փչացնելն է։ Մինչև դու չունենաս ինչ որ մի գաղափար, որի համար կարելի է հերոսանալ, դու իրավունք չունես հերոսի ինստիտուտ ստեղծես։ Հերոսի ինստիտուտը դա հասարակական ինստիտուտ է։ Հասարակությունը ինքն է որոշում, որ սա հերոս է, պետությունը հետո հաստատում ասում, հա ճիշտ ես ասում, հասարակություն ջան, էսի հերոս է։ Այս մարդը, օրինակ Շավարժ Կարապետյանը, հիմա շատերը չեն էլ հիշում այդ մարդուն։ Մարդը ուղղակի բան էր, լողոր բան էր, չգիտեմ դա ոնց է հայերեն, բայդարշիկ էր, հա, սպորտսմեն էր։ Եվ երիտասարդների համար ասեմ, որ Երևանյան լճում, երբ որ ինքը մարզվում էր հերթական մրցումից առաջ, տրոլեյբուսը շուռ գալի են գնում է ջրի մեջ, եւ ինքը իր առողջության, կյանքի եւ իր կարիերայի գնով, որովհետեւ հետո էլ չի կարողանում աշխատել եւ մրցումներին մասնակցել, փրկում է մարդկանց, սուզվում է ջրասուզորթեր նաեւ, ու ասենք այդ մարդկանց սկսում է փրկել։ Այ ինքը հերոս է, որովհետեւ ինքը իր կյանքը, առողջությունը, ընտանիքը, ամեն ինչը զոհեց, որ ուրիշին փրկի։ Իսկ այդ մարդը, որ ասենք լավ գիտնական է, լավ Վիկտոր Ամբարձումյանը ինչու է հերոս, կարաք ինձ ասեք։ Վիկտոր Ամբարձումյանը շատ լավ գիտնական է։ Նյուտոնի մակարդակի գիտնական է, իր Նյուտոնի պլաշը տվել են ինքը գցել է, ինքը շատ քիչ մարդիկ կան, որ այդպիսի բաների բան արժանանա, հա, կամ Շարլ Ազնավուրը, շատ լավ երգիչ է, մեր պարծանքն է, մեր բանն է, բայց ինչ է հերոս, կարաք ինձ ասեք, ինչ է հերոս։ Ասենք, չեմ հասկանում, ասենք, այն մարդը, որը կյանքը զոհել է, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայոց ազգի, ինքն էլ է հերոս, ու այն մարդը, ով որ շատ լավ երգիչ է ու Սաղ Աշխարհաջան, ինքն էլ է հերոս, բերում մնաց հերոսը։ Հասկանում եք, ստեղ մի քիչ ես չեմ ուզում նսեմացնել, ամենևին չեմ ուզում նսեմացնել այն մարդկանց դերը, ովքեր որ շատ մեծ
այսպեսի նվեր են արել մեր ժողովրդին, մեր հայաճանաչության, չգիտեմ, հայանպաստ գործ են արել, ասենք Քրկորյանը իր, ասենք փողերը բերել, սարքել, բան եւ այլ Հայաստանին օկուպատով է, բան, հետո թքել է դերեսին գնացել է թքել է Քոչարյանի վրա, դա սաղ եղել է։ Բայց չեմ ուզում քաղաքականություն խառնեմ, հա, այդ կեղտ սարքեմ այդ ամեն ինչը մարդկանց իսկապես բան է, հա, այդ բարի ցանկությունները եւ այդ լավ բաները չեմ ուզում խառնեմ քաղաքականության հետ հիմա գիտենք թե ոնց գնաց Քրկորյանը Հայաստանից բայց ինքը հերոս չի հասկանում եք ինքը հերոս չի հերոսը այն երեխեն է այն տղեն է 18 տարեկան ով որ իր ընկերոջ մարմինը թշնամու գնդակից փակել է ինքը զոհվել է, այս ընկերը մնացել է ողջ։ Այ դա հերոս է, որովհետև նա գիտակից ինչ որ մի բան է անում։ Գիտակցება կամ միգուցե վախից։ Շատ հերոսներ վախից են դարձել հերոսներ։ Էդ էլ կա։ Դա արդեն կարևոր չի, բայց հերոսացել են։ Շատ ու շատ հերոսներ կա, որ մենք անունները չգիտենք սկի, որովհետև իսկական մարդը այն ով որ ինչ որ մի բան արեն, ա կյանքում չի ելնի դրոշակի պես ասի, ես գիտեք ինչ ես բանն եմ արել կամ այն բանն եմ արել։ Դրա համար ինձ թվում է մեր հասարակության համար, մեր այսօրվա իրավիճակի համար հերոսի կոչում եւ հերոսների մասին խոսելը ուղղակի անիմաստ է, որովհետեւ մենք չունենք հլը հասարակական այն պահանջը ունենք հերոս ստեղծելու, բայց ինչի համար ստեղծենք այդ պահանջը, մենք չգիտենք։ Պետություն ստեղծելու, նոր Հայաստան ստեղծելու, ժողովուրդ ջան, դա հերոսություն չի, դա մեր պարտականությունն է։ Հայաստան ստեղծելու, մի նորը կլինի, թե հինը կլինի, այդ արդեն դիսկուսիաների հարց է, բայց պետական ինստիտուտները կայացնելու, որպես պետություն կայանալու, ունենալ նորմալ հարկային դաշտ ունենալու, նորմալ դատական համակարգ ունենալու, աշխարհի հետ հաղորդակցվելու եւ ունենալու բան այ դաշնակիցներ, դա մեր կյանքի իմաստը պետք է լինի, բայց դա հերոսություն չի։ Հերոսություն չի։ Հերոսություն գիտեք երբ կլներ, որ ինչ որ մեկը ինչ որ չի վերևից իշներ ասել, այ դու հիմա պետք է մեռնես, որ այդ ամեն ինչը լինի։ Կամ դու պետք է թևդ կտրես, որ այդ ամեն ինչը լինի, ես ասում եմ, ջայնամ թևս կտրեք, թողես մնամ առանց թև կամ մահանամ, բայց այդ ամեն ինչը, այդ ինստիտուտները, այդ համակարգը, այդ ամեն ինչը կայանա եւ մենք ունենանք այդ հայ։ Եվ այդպիսի մարդիկ կային հերոսացել են եւ նրանց մեծ մասը չկան այսօր կրկնեմ այդ վատ միտքս դաժան միտքս որ մեզանում այսօր համենայն դեպս լավ հերոսը դա մահացած հերոսն է եւ ես կարծում եմ որ մեր դպրոցներում մեր չգիտեմ մանկապարտեզնում մեր երեխեքին մենք պետք է հիշեցնենք եւ սովորեցնենք հենց այդ մահացած հերոսների մասին դեռ քանի որ դեռ որպես հասարակություն չենք կայացել մի հատ հələ տեսնենք այդ հերոսներին կարողանում ենք հասկանալ ինչի տենց եղավ բան մեծարել եւ բան հետո կամաց կստեղծվեն նաեւ Աստված ոչանի իհարկե նոր հերոսներ որովհետեւ հերոսները ստեղծում են ամենակրիտիկական եւ օրասական պահերին Աստված տա մենք այլևս հերոսներ չունենանք Հենց այսքանը սիրելիներս հիշեցնեմ, որ ամսի 10-ին խաղում եմ տարից քեզ հետ ներկայացումը, որը որ դոկումենտալ տրագիկոմեդիա է Տոմսը Էթիկետ մի կետում են։ Patreon-ում աջակցեք ինձ, լայքեր դրեք հենց հիմա մինչև անջատելը։ Եվ իհարկե աջակցեք Սարի թատրոնի վերակառուցմանը, QR կոդը ձեր էկրանին է։ Հաջող